Մայիսի 20-ին զորահանդես է նախատեսվում Հանրապետության հրապարակում, բայց Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զորահանդեսից հետո տեխնիկան չի դուրս բերվելու, որոշ ժամանակ մնալու է հրապարակում։ Ինչ է կարծում, ինչու դուրս չեն բերելու տեխնիկան։ Շատ է ճիշտ կանի, ինչ էլ կանի, շատ ճիշտ կանի։ Բայց ձեր կարծիքով ինչու դուրս չի բերվում, ինչ որ չեմ իմանում, ուրեմն ինքը գիտի մի բան, որ չի անում։ Անես չի որ խելքը գլխին չի, շատ է ճիշտ բաներ է մտածում։ Նրա արածը շատ ճիշտ է։ Բայց այդ որպես ինչ եք դուք ինձ ասում։ Հարցում եք ձեր կարծիք, ինչի հետ եք կապում, որ չեն ուզում հանել տեխնիկան հրապարակից։ Աթոմանը ում է խանգարում։ Օրինակ ձեզ խանգարում է։ Ինձ ոչ մի բան չի խանգարում։ Եկեք էս այդ հարցերը չպատասխանեմ։ Տենց բան եք լսել դուք, հա։ Ես տենց բան չեմ լսել, կներեք շատ կարևոր զանգ, որ տեխնիկան դուրս չի բերվելու։ Որոշ ժամանակ հրապարակում է մնալու, բայց չի նշվում ինչի համար։ Երեխեք, այդ ձվի մեջ մաս փնտրելն է, որոշ ժամանակ չի մնալու, որոշ ժամանակը կարա լինի մի ժամ, կարող է դե երևի ինտունիցիան վրա կրակելու համար, իմ կարծիքով որոշել է գնդակահարի 3 կուսակցություններին։ Ըստ ձեր հարցի տենց պետք է պատասխանեմ, ուրիշ բան չեմ կարող ասել։ Հա 19 կուսակցություն, 18-ը գնդակարի, մենակ ինքը կմնա։ Տեխնիկա։ Չկա, տեխնիկա չկա կարգին, աղջիկ ջան, որ տեխնիկա ունենային, թշնամու դեմ կարգին կկրվեին։ Հետո պաշտպանության նախարարը եթե իր տեղել էր, ավարտած էր Վիշիվանի ակադեմիա, այդ տեխնիկան էլ ինքը կարար իր ուղեղը կհաստեր։ Ես դեմ եմ այդ պաշտպանության նախարարին, ափսոս մեր զինվորները, որ ծառայում են իր համար, սուտ դիրքերում, ասպա մարդ չի մեռե, 35 հոգի, որ մահացել են, կներեք, շեղվում եմ էլի, 35 հոգի, որ մահացել են բանակում մի տարվա ընթացքում, իտի չնչին է, ոնց է չնչին, մայրը երեխեն տվել է քեզի, կաթա տվե, ամբողջ գիշեր տվել է զինվոր քեզի, դու տարել ես չաստերում մերցրել ես, դու ինչ պաշտպանության նախարար, դրա համար ես չեմ ընդունում, դրանց պաշտպանության գործերը, սուտ են, սխալ են, ցածր որակի են, նա դիվանագիտությունը չունի սկի, նա ոչ մեկը նրան իրավունք չուներ ստորագրել, որ ինքը պաշտպանության նախարարն էր, Փաշինյանի սուտիկ ընկերն է ինքը, եղավ աղջիկ ջան, ես արտակարգ իրավիճակի բաժնի պետ եմ աշխատել շուրջ 28 տարի և հզոր են էլ է, դուք ոնց եք երեխեք ջան, ձեզից չշեղեմ, շնորհակալ ենք շատ։ Ես մասնակցելու եմ ընտրության, բայց չեմ ասիումը, կներեք, անպայման, եթե չմասնակցեմ, ուրեմն նշանակում է ես շնչով չեմ, մեր երկրից էլ լավը չկա, ամենալավը Մալենկի Շվեյցարիա, Հայաստանը, ուր էլ գնաս, ուր էլ մնաս, Հայաստանից լավ տեղ չկա, Եվրոպան մեզի ջուր չի տա, Ամերիկան էլ մեզի ջուր չի տա, որ գլխացավի դեղ խմենք, սրանք գնացել են կպել են այդ Եվրոպայից, Ամերիկայից, ինչ ես ուզում այդ հիմար երկրներից, դու աշխատի դուն ենցի, Հայաստանը ամենալավ տեղն է, երիտասարդներն են լավը, մեր գիտնականներն են լավ, գիտնականներին սարքել է տրապկա, մտավորակությունը տրապկա է իրաց դեմը, բայց չի կարելի դեց անել, ինչի կարող է քեզնից խելացի են, կարող են թոշակառուն էլ քեզնից խելացի է, ինչ կա, ասպա թոշակառուն 10,000 դրամը չի իմանա ոնց ծախսի, չի իմանա, սխալ է, ոնց մարդը գիտնական է թոշակառու է, քեզնից հզոր է, դու ինչ ես անում, այն կապիկությունն անում, որ անում, այտենց ներքին գործերը կարող է հզոր լինել։ Մայիսի 28-ին նախատեսվում է զորահանդես Հանրապետության հրապարակում, ինչից հետո Փաշինյանը նշել է, որ զինտեխնիկան դուրս չի բերվելու հրապարակից որոշ ժամանակ։ Ձեր կարծիքով ինչու չեն դուրս բերելու։ Որպեսզի շատ տգետներ գոնե մի անգամ տեսնեն, որ փողը ծախսվել է ինչի վրա։ Գումարը։ Բայց հենց այդ օրը չեն կարող տեսնել, ինչու մի քանի օր պետք է։ Այդ մեր ժողովուրդն են չի, որ սաղ մի անգամ վազեցին տեսան։ Ենքան անհավատներ կան, որ մնում, հետո մի օր հա գնամ տեսնեմ։ Բայց նկարը հանվում է, ցուցադրվում է, ինչ պարտադիր է ձեր կարծիքով, որ բերեն օրինակ։ Աղջիկ ջան, մեր ժողովրդի մի մասը նկարն էլ է նայում, նատուրալն էլ է տեսնում, բայց դարձել ասում է չէ, էդ չի։ Դե ինչպես ասում է, թող այնպես էլ լինի։ 28-ին։ Հա։
եկեք ասեմ ընտրություններին մասնակցելու եմ եւ հայազգային կոնգրեսին եմ ձայնս տալու։ Դեռ Տղան հիմա զինվորը ասում է, որ իրանք պարապում են Սիլուն Շքերթի բանի, ինքն ոնց որ առաջնորդել այդ քայլելու մեջ։ Հասկացա։ Այսինքն տեխնիկան որևէ բանի հետ չեք ասոցացնում։ Բայց այդ տեխնիկան ասոցացնում է, թե մնալու է հետո, վտանգավոր չի, չէ՞ մեր ընտրությունների հետ կապված։ Դե ուղղակի քաղաքացիների կարծիքն ենք մենք հարցնում։ Ինչի հետ են քաղաքացիները դա կապում, որ թողվելու է, այսպես ասած, հրապարակում։ Դե հուսանք խելամիտ կգտնվեն էլի։ Նիկոլ Փաշինյանը ոչ adekvat է։ Այսօր մի բան ասում, վաղը մյուս բան ասում։ Չեմ կարող ասել իր պահիլաձևը, իր խոսակցականը։ Երևի վախենում է, չեմ կարող ասել ձեզ։ Նկատի ունեք դրա համար էսին տեխնիկան թողել հրապարակում։ Այո, հենց դրա համար ինքը վախենում է եւ չի հանելու մինչեւ ընտրությունները։ Ես տենց եմ։ Իմ կարծիքը տենց է գալիս, որ նույնը ինչ որ Քոչարյանն էր անում, դուք փոքրիկ եկեղե, դուք չեք տեսել, ինչ որ Քոչարյանը ոնց բերեց բրոնտեխնիկան հենց հրապարակի վրա 4 եւ այնտեղ հարաբաղցիներ կային, ռուսներ կային, բերել էր հայ ժողովրդի վրա, նույն բանն էլ ինքն անում։ Իրան հերիք չի, որ նա այդքան երեխաներ է գոտոր է, այդքան պատերազմի, նա ընդունում է, որ դա նորմալ է, որ պատերազմ ա եղել, երեխեքը գնացել են, զոհվել են։ Եվ ինքը գնացել է զորով է տարել երեխաներին, նա գիտեր, որ պատերազմ ա լինելու, որ երեխաներին եւ նա հողեր ա հանձնելու, երեխաներին նա ուղղակի գնաց մատաղ արեց երեխաներին, ուղղակի ցավը միայն դրա համար է, որ նա եւ հողը տվեց եւ երեխաների 5, 6, 7, 8, ոչ մեկ չգիտի թե ինչքան զոհ, նա ճիշտ չի ասում։ Եվ ինչ ասեմ, ինձ թվում է էլի առնահուսություն անցնելու հայերի մեջ, որոնք իրան չեն ընտրելու, ինձ թվում է միայն իր ով որ ընդեղ աշխատում է, իր հետ աշխատում է, ով որ դե ոնց ասեմ, օգտվում է բարիքներից, այդքան չէ, որ ինքը այդքան գումարներ ծախսե մեր հիմա պարտ կդառել, չգիտեմ, 15 միլիոն թե ինչքան միլիարդ, հա, արտաքին պարտ 8 չէ, շատ է, ասում են 15, տենց են ասում ժողովուրդը, չգիտեմ, դա ճիշտ է, 8 միլիարդ եղել է Սերժիկի ժամանակ, 7 ա եղել, իսկ հիմա ասել են 2 անգամ, 3 անգամ ավելի, այդքան ինքը փողեր ծրում այնտեղ ստեղ, բայց ժողովուրդը գնալով շատ վատ ապրում է, 10,000 ինչ որ ավելացրել է թոշակը, մարդկանց անդադ խոսելով թոշակի մասին է խոսում, իսկ հարց չկա, մեկը հարց չի տալիս, իսկ դատախազները 15 միլիոն են ստանում, դատախազը ով է, սովորական մարդ է, կրթված, մենք բոլորս էլ կրթություն ենք ստացել, 15 միլիոն է ստանում, իսկ մենք ստանում ենք 50,000, 45,000, սենց տենց հասկանում եք ցածր և բարձր, սենց շկալան շատ ցածր ու բարձր է, երևի աշխարհում ոչ մի տեղ չկա տենց բարձր, կարող է Ադրբեջանում կա իր մոտիկը սենց, հետո իրանք խոսույթը ինչպես է եղել, որ նախարարը, չեմ կարող ասել, ինչ որ բլոկի, իր բլոկից, ինչ որ մեկ ասել է, մեր վայենի ադրբեջանցիները, սենց մեր, դուք հասկանում եք այդ խոսքը, որ ինքը սենց ասեց, մեր ադրբեջանցի, ասեմ, վայեն, ոնց են ասում, զինվորականները, և մեր, այդ ես ուղղակի վատացա դրան, ոնց կարել է մեր։ Նկատի ունեք ադրբեջանցիներին մեր։ Հա, մեր, նա համարում է, որ իրանք մերն են։ Դե ինչ ասեմ, Նիկոլը հորուխբեր տղանա, թե իրա ինչնա, չգիտեմ իրան, դե բարեկամ է։